Անցյալ կիրակի օրը ես քարոզում էի եկեղեցու ծնունդի մասին ու մտածեցի, որ մենք շարունակենք այս թեման, որ տեսնենք իսկ ո՞րն է եկեղեցու խորհուրդը, ինչ կերպով է այն ներկայանում։ Եկեղեցի ասելով ինչը նկատի ունենք։ Մենք ապրում ենք օրեր, երբ մարդիկ եկեղեցի ասելով նկատի ունեն շենքերը, տաճարները։ Նույնը մեր ազգի մեջ, հայ ազգի մեջ, երբ որ մարդիկ ասում են գնացինք եկեղեցի, նկատի ունեն, որ գնացին տաճար։ Եվ նայելով տաճարներին ասում են եկեղեցի։ Ավետարանական շարժի մեջ էլ, ես որ 30 տարի է այս շարժի մեջ եմ, հիմա եկել է մի ժամանակ, երբ նկատում եմ, որ ավետարանական շարժի քրիստոնյաները, որոնք որ մի քանի տասնամյակ առաջ, երբ խոսում էին եկեղեցի, նկատի ունեին մարդկանց ժողովքը, հիմա երբ որ ավետարանական եկեղեցիները ունեն իրենց շենքերը, մարդիկ սկսել են նույնացնել եկեղեցին եկեղեցա շենքի հետ։ Իհարկե, ավետարանական եկեղեցու շենքերը տաճարային չեն, այլ շինություններ են, ինչպես է օրինակ, հիմա այս սրահը մենք հավաքվել ենք, բայց զարմանալի մի բան եմ տեսնում, որ տարիների ընթացքում անգամ ավետարանական մարդկանց մոտ մտածելակերպի փոփոխություն է գնում։ Դրա համար ես ուզում եմ խոսել եկեղեցու մասին։ Նորից ուզում եմ հիշենք անցյալ անգամ, երբ որ խոսում էի Մատթեոս 16-րդ գլուխ 18-րդ խոսքը, եւ այսօր ասեմ 7 խորհուրդներ եմ, եթե հասցնենք 7 խորհուրդներ կխոսեմ, որ եկեղեցին ըստ գրվածքի ինքը իրեն ներկայացնում է ինչպիսինն է։ Ուրեմն առաջինը սա էր, որ Տեր Հիսուսը Մատթեոս 16:18-ում ասեց. Ես կշինեմ իմ եկեղեցին եւ դժոխքի դռները չեն հաղթի նրան։ Ու երբ սա ասեց, երբ որ հարցնում էր, ինչ են ասում մարդիկ իմ մասին, ու Պետրոսն էր, որ Աստծուց հայտնություն առնելով ասեց. դու ես կենթանի Աստծո որդին Քրիստոսը։ Եվ այդ ժամանակ Տերն ասեց. երանի քեզ Պետրոս, երանի քեզ, որովհետև դու Սիմոն Հովնանի որդի Պետրոս կկոչվես, եւ այս վեմի վրա կշինեմ իմ եկեղեցին։ Այդ Պետրոս խոսքը ինչ էր նշանակում քար, եւ Տերն ասեց ես այս վեմի հայտնության խոսքի վրա կշինեմ իմ եկեղեցին ու դժոխքի դռները չեն հաղթի նրան։ Եվ առաջի Պետրոս 2-րդ գլխի 5-րդ համարում Պետրոս առաքյալը գրում էր ասելով, որ դուք ինչպես հոգևոր քարեր, կենթանի քարեր, կառուցվեք, շինվեք Աստծո վեմի վրա, որպես տաճար, հոգևոր տաճար։ Տիրոջ համար, Աստծո առջև, Հիսուս Քրիստոսի ձեռքով հոգևոր պատարակներ մատուցելու համար։ Ինչ է ստացվում այս գրվածքներին նայելով։ Եկեղեցին հոգևոր տաճար է եւ նրա անկյունակարը հիմքը Քրիստոսն է։ Իսկ ես ու դու ովքեր ենք։ Ես ու դու կենթանի քարեր ենք։ Քրիստոս լինելով Աստծո ժայռը հաստատում չշարժվող հավիտենական ժայռը, ես եւ դու քարեր ենք այդ ժայռից պոկված, կտրված։ Մենք Քրիստոսից պոկված մասնիկներ ենք եւ Քրիստոս ժայռից կտրված քարեր, կենթանի քարեր։ Ու երբ որ մեկտեղ հավաքվում ենք, ինչ է կատարվում։ Տեր Հիսուսը ինձ ու քեզ որպես կենթանի քարեր դնում է իր վրա, իսկ ինքը ժայռն է, հիմքը, որովհետև ամեն մի շենք, ամեն կառույց շինվում է հիմքի վրա։ Եկեղեցու հիմքը Քրիստոսն է։ Ու ես ու դու լինում ենք կենթանի քարեր, ու Տերը ինձ ու քեզ վերցնում է հատ առ հատ, միացնում, դնում մեկը մյուսի վրա քարերի պես շարում ու կառուցում է մի շենք, մի տաճար, որը եկեղեցին է, որը ֆիզիկական աչքերով տեսանելի չէ, բայց այն հոգևոր տաճար է։ Ուրեմն ո՞րն է եկեղեցին։ Եկեղեցու առաջի խորհուրդը սա է. եկեղեցին հոգևոր տաճար է, որի հիմնաքարը, անկյունի քարը Քրիստոս ժայռն է։
Իս ես ու դու այդ հոգևոր շինության մեջ կենթանի քարեր ենք։ Թանկագիններս, հիմա նայեք այս սրահի պատերին։ Այս պատերը ինչպես են շինվել ու բարձացել։ Քար առ քար դրվել ու բարձացել է։ Պատկերացրու, եթե այստեղից մի քար պոկենք, հետո ուրիշ քար պոկենք, ինչ կլինի այս տաճարը, այս շենքը, այս կառույցը կփլուզվի, կքանդվի։ Այնպես էլ Քրիստոսի մարմինը։ Ես ու դու ամեն մեկս, որպես կենդանի քար, կանչված ենք մեր տեղը ունենալու տաճարի պատերի մեջ։ Եվ այնտեղ, որ Աստված որոշել է, որ ես գրավեմ, չես կարող դու այդ տեղում գտնվել։ Դու քո տեղը ունես այդ տաճարի պատի մեջ։ Ես իմ տեղը ունեմ։ Ու երբ որ մենք գալիս ենք Քրիստոսին, ու Աստծո որդու ձայնը լսում ենք եւ հավաքվում ենք իրար հետ, մենք դառնում ենք այդ հոգևոր տաճարը։ Եվ իմ Աստված, որ նայում է ինձ ու քեզ, ինչ է տեսնում, հոգևոր տաճար, կենդանի տաճար։ Ու մենք ինչ էինք անում այսօր, երբ որ հավաքվել էինք, փառաբանում էինք, երկրպագում էինք, չէ, Տիրոջը օրհնում էինք, այսինքն հոգևոր խունկ, խնկարկություն, պաշտամունք էինք բարձրացնում Աստծուն։ Ուրեմն, եթե դու նոթ ես անում, նշում ես քեզ մոտ, կարող ես նշել, եկեղեցին հոգևոր տաճար է, այդ տաճարի ժայռը, անկյունի վեմը, հիմքը Քրիստոսն է, իսկ ես ու դու այդտեղ եղած քարերը։ Հովհաննեսի ավետարան 2-րդ գլխի 18-րդ համարից կարդամ։ Հիսուսին ասում էին, որ նշան ցույց տու։ Հրեաները նշան էին ուզում, ինչու, որովհետև Տերը երբ որ բարկացել էր ու խարազանելով, ծեծելով, մտրակելով հանում էր գումար փոխողներին, առևտրականներին տաճարից։ Ասեցին, սա որ անում ես, ինչ նշան մեզ ցույց կտաս։ Պատասխանեց Հիսուսը. քանդեք այս տաճարը ու 3 օրվա մեջ այն պիտի կանգնեցնեմ։ Հրեաները ասում են, 46 տարվա մեջ շինվեց այս տաճարը ու դու 3 օրվա մեջ պիտի կանգնացնես այն։ Բայց ինքը իր մարմնի տաճարի մասին էր սա ասում։ Ու երբ որ Տեր Հիսուսը մեռավ եւ հարություն առավ, միայն այդ ժամանակ էր, որ աշակերտները հիշեցին Հիսուսի խոսքերը եւ հասկացան, որ Հիսուսը քարեղեն տաճարի մասին չէր խոսում, այլ իր մարմնի մասին, որ երբ որ մահացել էր 3 օր հետո այդ կենթանի տաճարն էր մահից կյանքի դարձել։ Առաջի Կորինթաց 12:12 համարից կարդամ. Ինչպես մարմինը մեկ է եւ շատ անդամներ ունի։ Եվ այն մարմնի բոլոր անդամները թեև շատ են, բայց մի մարմին են, նույնպես Քրիստոսն էլ։ Քանի որ մենք ամենքս մեկ հոգով, մեկ մարմին լինելու մկրտվեցինք, թե հրեաներ, թե հեթանոսներ, թե ծառաներ, թե ազատներ, ամենքս մեկ հոգուց խմեցինք, քանի որ մարմինը մեկ անդամ չունի, այլ շատ անդամներ ունի։ Ոտկա արդյոք ասում է, որ ես ձեռք չեմ, մարմնից չեմ։ Սա պատճառ չի, որ ինքը մարմնից չլինի։ Եթե ականջը ասի, որովհետև ես աշկը չեմ, մարմին չեմ, դրանով չի դադարում մարմին լինելուց։ Հիմա Պողոս առաքյալը ինչ է ներկայացնում։ Ասում է, որ երբ որ մենք դարձանք Քրիստոսին, ընդունեցինք Տեր Հիսուսին ու իրենից ծնունդ առանք, Աստծո Սուրբ Հոգին ինչ է անում, նա մկրտում է մեզ։ Սրանից մի քանի ամիս առաջ դուք մկրտություն ունեցաք, Գաբին, Արյաննան, Գանեն ու Արևիկը ջրով մկրտվեցին, դա մկրտության մի տեսակ է, ջրի մկրտությունը։ Բայց այստեղ ինչ ենք նկատում։ Պողոս առաքյալը ցույց է տալի, որ կա մի ուրիշ նաև մկրտություն, որ Աստծո Հոգին ինչ է անում։ Ինձ ու քեզ անհատ մարդկանց վերցնում է եւ մկրտում է, տեղադրում է Քրիստոսի մարմնի մեջ։ Մկրտել խոսքը, այդ բապտիզող խոսքը նշանակում է ինչ որ մի բան վերցնես ու թաղես, խորասուզես հեղուկի մեջ, նյութի մեջ, որ ամբողջությամբ լինի դրա մեջ։ Եվ ինչ է ստացվում։ Աստծո Սուրբ Հոգին մի հիասքանչ մկրտություն է իրականացնում իմ ու քո կյանքի մեջ։ Մեզ դնում է եկեղեցու կյանքի մեջ, Քրիստոսի մարմնի մեջ։ Ու մենք դառնում ենք Հիսուսի մարմնի մի անդամը։ Եվ առաքյալը հիմա ցույց է տալիս, ասում է մտածիր։ Հիմա նայիր քո մարմնին։ Տես, ունես ձեռքեր, ունես մատներ, ունես ականջ, ոտք, եւ բոլորը շատ են այս անդամները։
բայց բոլորը միասին մի մարմին են, չէ՞։ Այնպես էլ ես ու դու ամեն մեկս մի անդամ է Հիսուսի մարմնի մեջ։ Ու սա ոչ թե մարդն է քեզ դնում Հիսուսի մարմնի մեջ, չէ։ Աստծո Սուրբ Հոգին ինքանձամբ ինձ վերցնում ու դնում է Քրիստոսի մարմնի մեջ։ Քեզ վերցնում ու դնում է Քրիստոսի մարմնի մեջ։ Եվ ինչ է ստացվում, ամեն մի անդամ ունի ֆունկցիա իրականացնելու։ Այս աչքը տեսնում է, բայց ինքը չի լսում։ Իմ մարմինը կարիք ունի ականջի, որ ես լսեմ։ Ու ինչ կլինի, եթե ես ու դու մեր տեղը չգրավենք Քրիստոսի մարմնի մեջ, այդ ֆունկցիան, որը ես պիտի անեի կամ դու պիտի անես Աստծո մարմնի մեջ, մենք չենք անի եւ այդ մարմինը կունենա այդ ֆունկցիայի պակասությունը, տկարությունը։ Համար իշքան լավ է, որ մենք հնազանդվում ենք Տիրոջը ու թույլ ենք տալի, որ Տեր Հիսուսը իր հոգով մեզ դնի իր մարմնի մեջ եւ անենք այն գործը, որի կարիքը կա, որ մենք անենք Աստծո մարմնի մեջ։ Դե համար օրինակ այսօր մերին ասեցինք, որ ինքը հոգ տանի եւ ճանապարհին գալուց թխվածքը գնեց բերեց եւ խնդրեցինք, որ ամեն անգամ մերին այդ ծառայությունը անի։ Ես խնդրեցի, որ ինքը մաքրեց եւ ջուրը տեղադրեց, խնդրեցի, ասի մերի կլինի, որ գալիս ես դրանով դու զբաղվես։ Սա մեր Սամոն հրաչը գալիս են, օգնում են, որ աթոռները շարենք։ Այսինքն ամեն մեկը անելիք ունի Տիրոջ մարմնի գործի մեջ եւ այնքան շատ ֆունկցիաներ կա, որ կարող ենք իրականացնել եւ Քրիստոսի մարմինը նաեւ այս եկեղեցին քո ծառայության կարիք ունի։ Եթե դու դա չանես, այդ տեղը դատարկ ու պարապ կմնա։ Եփեսացիս 4:15 խոսքը կարդամ ու 16 խոսքը։ Սիրով, ճշմարտության հետևելով ամեն բան նրանով, Քրիստոսով, աճեցնենք, որը գլուխն է, այսինքն Քրիստոսը, որից բոլոր մարմինը մեկտեղ կազմված է եւ բոլոր հոդվածները իրար հաղորդվելով կցված ամեն մասի չափով նոր գործելով սիրով մարմնին աճ է տալիս իր շինության համար։ Այստեղ ինչի բացեցի եւ կարդացի, որ տեսնենք Քրիստոս ով է, նա մարմնի գլուխն է։ Եվ հիմա ինչ եզրակացություն կարող ենք անել։ Երկրորդ կետը, որ նշել եմ, սա է եկեղեցու խորհուրդը։ Եկեղեցին Քրիստոսի մարմինն է, Քրիստոսը եկեղեցու գլուխն է, ես եւ դու այդ մարմնի անդամներն ենք։ Ամեն։ Գնամ առաջ։ Հովհաննես 10-րդ գլուխ։ Տեր Հիսուսը ինչ է վկայում իր համար։ Նկատում ես, որ մենք սովորում ենք գրվածքներից։ 10-րդ գլուխ 11-րդ համար։ Ես եմ բարի հովիվը։ Բարի հովիվը իր կյանքն է ոչխարների համար տալիս։ Իսկ վարձկանը, որ հովիվ չի ու ոչխարները իրանը չեն, երբ տեսնում է, որ գայլ է գալիս, թողնում է ոչխարներին ու փախնում է։ Գայլն էլ հափշտակում է ոչխարներին ու դրանց ցրում։ Վարձկանը փախնում է, քանի որ վարձկան է, ու ինքը հոգս չի անում ոչխարների համար։ Ես եմ բարի հովիվը, ճանաչում եմ իմոնց ու ճանաչվում իրենց կողմից։ Քրիստոս ասում է, որ ինքը բարի հովիվն է, ինքը ճանաչում է ինձ ու քեզ, ու այնպես անում, որ մենք իրեն ճանաչենք։ 10-րդ գլխի սկզբից կարդամ։ Ասում է, որ դռնապանը, երբ բացում է դուռը, ոչխարները նրա ձայնը լսում են, ինքը իր մասին է, առակ է խոսում, բայց իր մասին, տեսեք։ Ու ոչխարները անունով է կանչում ու դուրս է կանչում նրանց։ Երբ իր ոչխարներին հանում է, նրանց առաջից է գնում, ու ոչխարները իր հետևից են գնում, քանի որ նրա ձայնը ճանաչում են։ Ինչ հիասքանչ համար։ Ով է Տեր Հիսուսը։ Տեր Հիսուսը բարի հովիվն է։ Եվ ինքը ինչ ասում, ամեն մեկից մեր անունով կանչում է։ Ու ինչ է ասում։
երբ որ կանչում է, իր ոչխարները իր ձայնը լսում են ու գնում են իր հետևից։ Այո, այսօր որ դու եկել ես Տիրոջ տուն, Տիրոջ ձայնը քեզ կանչելու դու եկել ես։ Թանկագինս, դու Հիսուսի գառնուկն ես։ Ու երբ որ այսօր ես քարոզում եմ Աստծո խոսքը, դու քո հոգու մեջ կարող ես հասկանալ։ Արսեն եղբայրը Աստծո խոսքն է խոսում, ճշմարտությունն է քեզ խոսում, թե դա ստություն է։ Երբ որ Քրիստոսի հոգին քո սրտում է ապրում, դու զանազանում ես, որ այս մարդը Տիրոջից է խոսում։ Ու իր ձայնը, Քրիստոսի ձայնը, դու իմ խոսքից կարող ես հասկանալ, որ Աստված է քո հետ խոսում։ Հիշենք Սաղմոս 23-ը, այն հիասքանչ Սաղմոսը որն էր։ Տերն է իմ բարի հովիվը, ու ես կարոտություն չեմ ունենա։ Սա հին ուխտի գրվածքն էր։ Ու երբ որ գալիս ենք նոր կտակարան, ինչ ենք հայտնաբերում։ Տերը, ով Աստվածն է, ով բարի հովիվն էր, ով էր այդ Տերը։ Հիսուսն էր, որ մարդացել ու եկել էր մեր մեջ։ Ու ինչ փառավոր է, որ ինքը իրան հայտնում է մեզ, ու ինքը իր կյանքը դնում է մեզ համար, որ մենք ապրենք։ Եվ բարի հովիվը այդպես էլ արեց, իր կյանքը տվեց մեզ համար։ Եվ Հովհաննես 21-րդ համարում Տերը, երբ որ հարություն էր առել, ինչ ասում Պետրոսին։ Պետրոս, ինձ սիրում ես, ու երբ որ նա ասում է այո, ինչ է ասում։ Արածացրու իմ գառներին։ Չի ասում արածացրու քո գառներին, տեսեք։ Սիրում ես ինձ։ Ուրեմն արածացրու իմ գառներին։ Այստեղից մենք գալիս ենք այս հետևությանը։ Եկեղեցու խորհուրդն ենք բացահայտում։ Ինչ է եկեղեցին։ Եկեղեցին Աստծո հոտն է։ Քրիստոսը այդ հոտի բարի հովիվն է։ Ով եմ ես եւ դու այդ հոտի մեջ։ Նրա գառներն ենք։ Փառք լինի Տիրոջը։ Գնամ 4-ը։ Առաջի Տիմոթեոս 3-րդ գլուխ 14-15-րդ խոսքեր։ Սա գրում եմ, թե հուսացած եմ ասում է, մոտակա ժամանակներում գալու ձեզ մոտ։ Որ իմանաս, եթե ուշանամ, իմանաս, թե ինչպես պետք է Աստծո տան մեջ վարվես, քայլես, որը կենդանի Աստծո եկեղեցին է, ճշմարտության սյունն ու հաստատությունը։ Այստեղ տեսնում ենք մի նոր խորհուրդ բացեց Աստված մեզ։ Ինչ է եկեղեցին։ Եկեղեցին Աստծո տունն է։ Եվ մենք երբ որ գրվածները գիտենք, մենք իմանում ենք ինչպես վարվենք եկեղեցում Աստծո տան մեջ։ Եբրայեցիս 3-րդ գլուխ 6-րդ համար։ Առաքյալն ասում է, որ Մովսեսին է օրինակ բերում, ասելով, որ Մովսեսը հավատարիմ էր Աստծուն, 2-րդ համարում։ Հավատարիմ էր Աստծուն նրա բոլոր տան մեջ։ Հետո օրինակ է բերում արդեն Քրիստոսին, բայց ասում է, որ Մովսեսը ավելի փառքի չարժանացավ, որչափ ավելի պատիվ ունի շինողը, քան թե տունը, բայց ամեն տուն շինող ունի։ Ով է այդ տան շինողը։ Աստված է իր տան շինողը, բայց նա որ բոլոր բաները շինեց, Աստվածն է։ Եվ իրականում Մովսեսը նրա բոլոր տան մեջ հավատարիմ էր ծառայի պես, բայց Քրիստոսը որդու պես, իր տան վրա, որի տունը մենք ենք, միայն թե այն համարձակությունն ու հույսի պարծանքը միջև վերջ հաստատ բռնենք։ Մովսեսը Աստծո տան մեջ ծառայի պես էր, իսկ Քրիստոսը այդ տան որդին է։ Հայր Աստված տան տերն է, իսկ որդի Աստվածը նրա ժառանգորդն է, եւ այդ տան իրավասու տերն է նաեւ Քրիստոսը։ Եվ ուզում եմ կարդալ Տիմոթեոսի թղթից, 2 Տիմոթեոս թուղթ, 2-րդ գլուխ 20 խոսք ու 21 խոսք։ Ասված է մեծ տան մեջ ոչ միայն ոսկու ու արծաթե ամաններ կան, այլ փայտի, հողե ամաններ էլ կան։ Ոմանք պատվի համար են, ոմանք անարգանքի համար,
ուստի եթե մեկը իր անձը անարգ բաներից մաքրի, նա պատվական անոթ կլինի, սրբված ու իր տիրոջը պիտանի ամեն գործերի համար պատրաստված։ Որն է ուրեմն նաև եկեղեցու մյուս խորհուրդը։ Ինչ կերպով է այս զարմանահրաշ Աստծո ստեղծագործությունը, Աստծո եկեղեցին ներկայանում։ Պարզվում է, Աստծո եկեղեցին կենդանի Աստծո տունն է։ Թանկագիններս, մենք ամեն մեկս տուն ունենք։ Մենք որքան էլ զբաղվենք, աշխատանքի գնանք, սովորենք, ուսանող լինենք, դուրս գանք զբոսնենք, ամենալավ տեղը իմ ու քեզ համար որն է։ Մեր տունը, որտեղ գալով երեկոյան հանգիստ ենք առնում, մեր ընտանիքի անդամների հետ ենք շփվում, ճաշում ենք, զբաղվում ենք, կարողանում ենք պարկել, գլուխներս դնել բարձին, հանգստանալ մեր տան հարկի տակ։ Որն է Աստծո համար այդ թանկ տեղը։ Աստծո սիրելի վայրը որն է։ Իր տունը, իր եկեղեցին։ Եվ այդ եկեղեցին, որ իր տունն է, նա ունի իր որդին այնտեղ։ Եվ ինչ է ստացվում։ Ասված է, որ այդ տան մեջ անոթներ կան, բաժակներ կան, պնակներ կան։ Երբ որ մտնում ես խոհանոց, ունես, չէ՞, կաթսաներ ունես։ Երբ որ ուզում ես ջուր խմել, ունես բաժակ, ուզում ես սուրճ խմել, ունես ինչ-որ մի սիրելի բաժակ։ Նկատել եք, որ թեյ խմելուց կամ սուրճ խմելուց, թեկուզ եւ դուք պահարանում ունեք տարբեր բաժակներ, անոթներ, բայց օրինակ կա մեկը, որը դու սիրում ես, չէ՞, դրանով ես օգտվում։ Դա հաճելի է կամ պրակտիկա, չգիտեմ, ոնց որ հավես է, դու սիրում ես այդպես վարվել։ Միգուցե ոսկուց էլ չի, շատ պարզ ինչ-որ բաժակ է, բայց դրանով ես օգտվում։ Հիմա առաքյալը ինչ ասում։ Տեսեք, ասում է, որ տան մեջ, իսկ տունը որն էր, Աստծո տունը, Աստծո եկեղեցին է։ Կան շատ անոթներ, ովքեր են այդ անոթները։ Այդ անոթները մարդիկ են։ Եվ Աստված ինչ է անում։ Օգտվում է իմ ու քո ծառայությունից։ Նա իր տան մեջ ում ծառայությունից է օգտվում, ասա իմ։ Ինքդ քեզ ասա, Աստված իմ ծառայությունից է օգտվում։ Նա ինձ ունի, քեզ ունի իր տան մեջ։ Ու պետք չի հենց ոսկուց լինել։ Կարևորը ոսկին չի։ Տեսել եք, որ եթե արծաթից բաժակները լինում են, ինչ-որ պնակներ, դրվում են պահարանում, սերվանդում ինչ-որ մի տեղ ցուցադրելու համար։ Բայց օգտվում են այն անոթից, որը շատ ավելի պրակտիկա, հեշտ է իրանից օգտվելը, չէ՞։ Իսկ այդ ոսկո կամ արծաթե բաժակը կարող է տոնից տոն օգտագործվի։ Կարևորը լինել անոթ Աստծո համար, սրբված ու մաքրված, առանձնացված, որ ինքը օգտվի մեր ծառայությունից, սիրի մեր ծառայությունը վայելել։ Եվ հիմա մենք ինչ խորհուրդ կարող ենք առանձնացնել։ Եկեղեցին, կենդանի Աստծո տունն է, Քրիստոս այդ տան տերն է որպես որդի, իսկ ես ու դու իր համար ծառայող անոթներ ենք, ու Տեր օգտվում է մեր ծառայությունից։ Ու Աստված սիրում է իր տան մեջ լինել ու վայելել իմ ու քո ծառայությունը։ Փառք Աստծո։ Ամեն։ Հովհաննես 3:28-29 խոսքերում Հովհաննես Մկրտչի հայտնի խոսքերն է։ Երբ որ նրան գալիս խոսում են, թե ինչ անում Հիսուսը, ինչպես է բժշկում, հրաշքներ անում, նա ասում է, այո, չէ՞ որ ես ասում եի, որ նա է Փեսան, ով ունի հարսը։ Իսկ ես ասում եմ, Փեսայի բարեկամն եմ, որ լսում եմ Փեսայի ձայնը եւ ուրախանում եմ։ Մենք տեսնում ենք, որ Հովհաննես Մկրտիչը մի գաղտնիք է բացում, որ Հիսուսը Փեսան է եւ կա հարս։ Եվ ով է այս հարսը։ Պարզվում է, որ այս հարսը եկեղեցին է։ Ծննդոց 2:21 համարում ասված է, որ Աստված, երբ որ նայում էր Ադամին, ասում է, որ լավ չի Ադամը մենակ լինի։ Իրեն հարմար մի օգնական շինեմ, որ ինքը իրեն լավը զգա։ Եվ 2:21 համարում Ծննդոց գրքում ասված է. Աստված խորը քուն բերեց Ադամի վրա եւ նրա մեջից, նրա կողքից մի ոսկոր վերցրեց
եւ շինեց Եվային եւ բերեց նրա առաջ։ Ու երբ որ նա արթնացավ քնից ու տեսավ Եվային, ասեց. «Սա կին կկոչվի, որովհետեւ ոսկոր ու մարմին է ինձանից վերցված»։ Ես պատմեցի ինչպես առաջին մարդը կին ունեցավ։ Եկեք այս բանին ասենք հարսնացու, միջև կդառնար կին։ Իսկ հիմա եկեք նայենք երկրորդ մարդուն, Հիսուս Քրիստոսին։ Իսկ ինչպես նա ձեռք բերեց իր եկեղեցին։ Հովհաննես Ավետարան 19-րդ գլխում պատմված է, երբ որ Տեր Հիսուսին հանել էին խաչը, նա տառապած, չարչարված, ծեծված, ջախջախված եւ խաչի վրա էր Աստծո որդին։ Ու երբ որ իր հոգին փչեց ասելով հայր, վերցրու, ընդունիր իմ հոգին, դրանից հետո ասված է, եկան զինվորները եւ ուզում էին ստուգել մարմինը իջեցնելուց առաջ, մեռած է թե չէ, եւ զինվորներից մեկը վերցրեց գեղարդը եւ խրեց Աստծո որդու կողոսկրերի մեջ եւ այնտեղից ջուր եւ արյուն թափվեց։ Սիրելիներս, առաջին Ադամը իր կնոջը ձեռք բերեց առանց չարչարանքի, առանց ցավի, առանց տառապանքի։ Ինքը քնել էր անուշ, մուշ, Աստված ինչ արեց պատրաստեց, այնտեղից վերցնելով ոսկոր Եվա տվեց։ Իսկ Աստծո որդին չարչարվեց, տառապեց եւ նրա կողոսկրերի մեջից դուրս եկավ, իր սրտից ծնվեց ու դուրս եկավ եկեղեցին։ Ասես ինչպես բա եկեղեցին այնտեղից դուրս եկավ, սա խորհուրդ է։ Ինչի, որովհետև այնտեղից դուրս եկավ արյունը ու ջուրը, չէ՞ որ ես ու դու սրբված ենք, մաքրված եւ փրկագնված ենք Քրիստոսի արյունով։ Եվ նաեւ մի ուրիշ խորհուրդ ենք տեսնում։ Երբ որ երկրի վրա ծնունդ է լինում, կինը ծննդաբերում է, նոր կյանքը, որ դուրս է գալիս կնոջ մարմնից, այդ ծնունդը ուղղորդվում է արյան եւ ջրի հոսքով։ Եվ դրա համար սա նման է, որ եկեղեցին ծնվեց որտեղից։ Հիսուսի սրտից։ Եվ ես ու դու այստեղ ենք։ Հիսուսի սրտին շատ մոտիկ ենք, ու մենք կանչված ենք որտեղ գալու ու բնակվելու Հիսուսի ծոցում բնակվելու։ Հայտնության 21-րդ գլխի 9-րդ համարն ասում է. ահա գառնուկի կինը, հարսը, եկեղեցու մասին է ասված։ Հայտնություն 22:17-ում գրված է. երբ որ դու լսում ես Աստծո մարգարեական խոսքը ու լսում ես, որ Հիսուսը շուտով պիտի գա, հարսն ու հոգին թող որ ասեն. այո Տեր, շուտով արի։ Այստեղից մենք ինչ ենք եզրակացնում։ Տեսնում ենք մի գեղեցիկ խորհուրդ։ Ինչ է եկեղեցին։ Տեսնում ենք մի գեղեցիկ գաղտնիք բացահայտվեց։ Եկեղեցին Աստծո հարսն է, Քրիստոսի հարսնացուն է։ Քրիստոսը փեսան է։ Իսկ ես ու դու երբ ծառայում ենք Տիրոջը իր եկեղեցու մեջ, Հովհաննես Մկրտչի ասացի նման ով ենք լինում։ Մենք լինում ենք Փեսայի ընկերները, բարեկամները, ովքեր լսում են Փեսայի ձայնը եւ ուրախանում են եւ ուրախությամբ անում են նրա կամքը։ Ոչ միայն լինենք հարս եկեղեցու մեջ, լինենք ընկերը Հիսուսի։ Ինչ առումով Հովհաննես Մկրտչի նման ծառայելով Աստծուն։ Ամեն, փառք Աստծո։ Հաջորդ խորհուրդը Եբրայեցիս 12 գլխի 2-րդ համարում ասված է. նայենք մեր հավատքի առաջնորդին եւ իրականացնողին, Տեր Հիսուս Քրիստոսին։ Այստեղ Տեր Հիսուսը որպես առաջնորդ, զորագլուխ է հանդես գալիս։ Երկրորդ Տիմոթեոսի թղթում գրված է. ասում է դու բարի զինվորի պես եղիր եւ քո զորավարին հաճո եղիր այս կյանքի գործերով չզբաղվելով։ Ասում է, որ Պողոս առաքյալը ինձ ու քեզ դիմում է, ասելով. դու բարի զինվոր ես։ Իսկ զինվորը ո՞նց է ապրում։ Դուք տեսել եք զինվորականներին, ունեն իրանց զինվորական հագուստները, իրանց զինվորական գործերի մեջ են, պարապմունքների մեջ են, չէ՞։
ինչ են անում, իրանց զորագլխին, իրենց առաջնորդի ուրախացնելու համար նրա գործն են գործում։ Ասում է, այդպես վարվիր։ Այս կյանքի գործերով, աշխարհի գործերով մի զբաղվիր, մարմնավոր գործերով մի զբաղվիր։ Աստծո կամքը կատարելու մեջ եղիր, որ քո առաջնորդին ուրախացնես։ Երկրորդ Կորինթաց 10-րդ 3-6 համարներում ասված է, ոչ թե մարմնավորապես ենք զինվորություն անում, այլ հոգևոր ենք զինվորություն անում, եւ մենք ունենք հոգևոր սպառազինություն մեզ վրա հագած։ Երկրորդ Տիմոթեոս 4-6-7 համարները այսա կարդամ։ Պողոս առաքյալի վերջին նամակն է, մինչև նրան կգլխատեն, տեսեք ինչ ասում։ Նա գրում է սա բանտից. Ես արդեն զոհ լինելու նվիրված եմ։ Ու իմ մեկնելու ժամանակը հասել է։ Պատկերացնես ինչ ապրումներ կարող ես ունենալ, երբ որ իմանաս կարճ օրեր է մնացել, որ դու պիտի ապրես եւ քեզ գլխատելու են, դու մահանալու ես, չէ՞։ Ինչ ապրումներ կունենաս։ Տեսեք, այդ մարդու ապրումները։ Բարի պատերազմը պատերազմեցի, ընթացքս կատարեցի, հավատքս պահեցի։ Սրանից հետո մնում է ինձ համար արդարության պսակը, որ Տերը արդար դատավորը պիտի հատուցի ինձ այդ օրը, ոչ թե միայն ինձ, այլ այն բոլորին, որ սիրեցին նրա հայտնվելը։ Բարի պատերազմը պատերազմեցի։ Ախր լինում է պատերազմ բարի։ Չէ՞ որ բոլոր պատերազմները չար են։ Մարդիկ մահանում են, զոհվում են, հաշմանդամ են դառնում, երկրները ավերվում է, տնտեսությունը քանդվում։ Երեխաները մնում են որբ, կանայք առանց ամուսնու։ Ինչպես է առաքյալն ասում բարի պատերազմ։ Ինչու է այս պատերազմը բարի։ Այո, պարզվում է, որ հոգևոր պատերազմը, իմ ու քո պատերազմը բարի է, եւ այս պատերազմը ում դեմ է։ Սատանայի, մեղքի, չարի, դժոխքի գործերը որ լինեն քանդված, եւ ինչի է բարի, որովհետեւ այս պատերազմը դատապարտված է մեր հաղթանակով։ Որովհետև Հիսուսը խաչի վրա հաղթել է եւ Աստծո որդին շուտով գալիս է դատելու աշխարհը եւ իր արքայությունը հաստատելու։ Ու քանի որ արդեն որոշված է ավարտը, որը բարի է, դա համար առաքյալն ասում է այս պատերազմը բարի է եւ երկերքոց երկրորդ գլխի 4 համարում ասված է նրա սերը Աստծո սիրո մասին է գրված։ Ին վրա կներեք, նրա դրոշը ին վրա սեր է։ Նրա դրոշը ին վրա սեր է։ Ինչի դրոշը։ Ովքեր են օգտագործում դրոշ։ Զորքը, ամեն բանակ, ամեն գունդ ունի իր հատուկ դրոշը։ Բայց այդ դրոշը, Աստծո բանակի դրոշը, ինչ դրոշ է։ Սեր է։ Ինչու է սեր, որովհետև Քրիստոս արդեն իր սերը ապացուցել է իմ ու քո նկատմամբ։ Այստեղից մենք տեսնում ենք Աստծո եկեղեցու մյուս գաղտնիքն է բացվում։ Ինչ է Աստծո եկեղեցին։ Աստծո եկեղեցին Աստծո բանակն է։ Քրիստոսը այս բանակի զորագլուխը։ Ես ու դու այդ բանակի զինվորներն ու մարտիկներն ենք։ Ու մեր պատերազմը բարի է։ Եփեսացիս 2-րդ գլխի 19-րդ խոսք գրված է. Դուք օտար չեք, ուրիշը չեք Աստծուն, դուք Աստծո ընտանիքն եք։ Հռոմեացիս 8:15-16 գրված է. Աստծո հոգին վկայում է, որ մենք Աստծո որդիներն ենք։ Եբրայեցիս 1-6 խոսք ասված է, երբ որ Անդրանիկը, որ աշխարհ էր մտցնում, Անդրանիկին, որ աշխարհ էր մտցնում, Հիսուսի համար է գրված։ Ես ուղղակի ցիտատ վերցրեցի։ Ինչ եմ ուզում ցույց տալ։ Մի տեղում ասեց, կարդացի, մենք Աստծո ընտանիքն ենք։ Հռոմեացիս թուղթն ասեց, որ Սուրբ Հոգին մեր սրտում է բնակվում, եւ ինչ է մեր սրտից վկայում, որ մենք Աստծուն կանչենք Աբա Հայր։ Աբա նշանակում է քաղցր մեղմ, քնքուշ ձևով ասես հայրիկ։ Պապա ասես։ Ինչպես ամեն մի երեխա իր պապային ոնց ասես քնքուշ ձայնով ասում պապա, սիրելի իմ հայր։ Ու հետո Եբրայեցիս թղթից տեղ վերցրեցի առաջի գլխի 6-րդ խոսքից, որ ասված է Քրիստոսը Անդրանիկն է։ Բայց չէ որ մենք գիտենք, որ Քրիստոսի համար ասված էր միածին որդին։ Աստված իր միածին որդին տվեց, որ ես ու դու ապրենք։ Այո, երբ որ մենք դեռ չէինք ճանաչում Հիսուսին,
Նա միածին որդին էր։ Նա իր կյանքը տվեց միածինը, որովհետև Աստված ուրիշներին չուներ։ Բայց երբ որ միածին որդին մահացավ եւ հարություն առավ, եւ Աստծո միածին որդին ինձ ու քեզ հայտնվեց ու մենք ճանաչեցինք իրեն ու իրենից ծնունդ առանք, ովքեր դարձանք մենք։ Մենք փրկվեցինք ու Սուրբ Հոգին մեր սրտում է ապրում։ Մենք Աստծո որդիներն ենք։ Եվ Աստծո միածին որդին հիմա ով է։ Նա այլևս միածինը չէ, նա միածինն էր, բայց հիմա նա Անդրանիկ որդին է։ Այստեղից ինչ խորհուրդ տեսանք։ Մի գեղեցիկ խորհուրդ։ 7-րդ խորհուրդը բացեցինք։ Աստծո եկեղեցին Աստծո ընտանիքն է։ Քրիստոս այդ ընտանիքի մեջ, այո, եւ փեսացուն է, ով ունի հարսնացու, բայց նաեւ նա Անդրանիկ որդին է։ Ես ու դու այդ ընտանիքի երեխաներն ենք։ Կրտսեր երեխաները։ Հիսուսին պաշտում են որպես Տեր ու Աստված, բայց նաեւ պատկերացնում ես, ինքը նաեւ մեր ավագ եղբայրն է։ Հալելույա։ 7-ը ուրեմն խորհուրդ բացացինք։ Եկեղեցին Աստծո տաճարն է։ Մենք կենդանի քարեր ենք ու Քրիստոս այդ տաճարի հիմքն է։ Եկեղեցին Քրիստոսի մարմինն էր։ Քրիստոս այդ մարմնի գլուխը ու ես ու դու այդ մարմնի մասնիկներն ու անդամները։ Եկեղեցին Աստծո հոտն է։ Քրիստոս այդ հոտի բարի հովիվը, ես ու դու այդ հոտի գառներն ու ոչխարները։ Եկեղեցին կենդանի Աստծո տունն է։ Քրիստոս այդ տան որդին ու ես ու դու այդ տան անոթները ում ծառայությունից Տերը օգտվում է։ Եկեղեցին Աստծո հարսնացուն է, հարսն է, Քրիստոսը փեսան։ Ես ու դու փեսայի բարեկամները։ Եկեղեցին Աստծո բանակն է, Քրիստոս այդ բանակի զորագլուխը, ես ու դու այդ զորքի բարի զինվորները, որոնք ունեն բարի պատերազմ։ Եկեղեցին Աստծո ընտանիքն է։ Քրիստոս այդ ընտանիքում ավագ եղբայրը ու մենք նրա կրտսեր եղբայրներն ու քույրերը։ Եկ ոտքի կանգնենք, օրհնենք Տիրոջը։